Պապ, ես 3 օր դպրոց չեմ գնում։ Բայց քիչ էր գնում Աշոտ։ Դասի գնալու փոխարեն գործի էի գնում։ Գործի։ Լավ։ Всё։ Այդքան բան էլ բան չես ասում։ Ասելու բան շատ կա։ Նախ ինչի ես ինձ խաբել, բայց եթե երեխան ծնողին խաբում է, նշանակում է ծնողը թերացել է ինչ-որ միտեղ։ Երեխաներ չի վստահում։ Չէ, պապ, ես քեզ շատ եմ վստահում։ Դու ընդհանրապես ամենալավն ես։ Ուղղակի չի ուզում ասել, որովհետև գիտեի կներգվես։ Համել գիտեմ, որ չես թողի։ Բայց ինչի չեմ թողի Աշոտ, գիտես։ Հա, պապ, գիտեմ։ Որովհետև այսօր իմ համար ամենակարևոր բանը դասն է։ Պետք է սովորեմ, որ մեծանամ պիտանի մարդ դառնամ հայրենիքին։ Բա որ այդքանը գիտես։ Ինչ ես արել տղես։ Ուզում եի քեզ օգնել, պապ։ Սունկի մեջի փողը դու ես դրա։ Հա։ Հաստորաների խաբել ես։ Նայեցիր դեմքիս ու ասեցիր, որ այդ փողից դու տեղյակ չես։ Պապ, կներես։ Գիտես չէ, որ սուտը ավելի մեծ սուտ է ծնում։ Դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Եթե նպատակը արդար է ու ազնիվ, մեկը դրա գլխին սուտն է։ Պապ, ես մտածեցի աշխատեմ, քեզ օգնեմ, մի հատ տուն բարձենք, որ ինձ չտանեն քո մոտից։ Պապ, ես ուզում եմ քո հետ լինեմ, կապ չունի որտեղ ես միշտ ուզում եմ քո հետ լինեմ։ Մեկ էլ այդ թուղթը որ եկել էր։ Այդ թղթի մասին էլ գիտես։ Հա։ Տղես, մեզ կյանքում չեն կարող բաժանել։ Իսկ մի բան ա պետք, որ վստահեմ քեզ ու քո խոսքին, որ իմանամ քո բերանից դուրս եկած բառը արժեք է։ Հասկացա, պապ։ Այդ է տղամարդությունը, հասկանում ես։ Աշխարհում միակ մարդը, որ քեզ ամեն դեպքում օգնելու է, այդ ծնողն է։ Եթե նույնիսկ դու սխալ ես, ծնողդ քեզ կհասկանա։ Հասկացա, պապ։ Հիմա խոստանում ես ինձ, որ էլ սենց բան չի կրկնվի։ Խոստանում եմ, պապ։ Տղամարդու խոսք եմ տալու։ Ապրես։